Կանադայի Horizon Weekly Հայաստանի թղթակիցը հարցս հետևյալն է. ինչ խնդիրների են բախվում արցախցիները Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալիս եւ տեղեկություններ կան, որ որոշ դեպքերում որպես ծննդավայր նշվում է Ադրբեջանի Հանրապետություն, որոշ դեպքերում ոչ, այսինքն շրջաններ նշում, ենթադրենք Արտոնու շրջան, Նորաշեն գյուղ եւ այլն։ Այս խնդիրները ինչպես է փորձելու օգնել, որ հաղթահարվեն եւ ինչ լուծումներ կան, ու եթե ինֆորմացիա կա, քանի քաղաքացի արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռքբերել։ Շնորհակալություն հայտնել, շատ կարևոր նախաձեռնություն եք սկսել, անդրադառնալ եմ ուզում տիկնոջ ասածին և օգտատերոջ ստեղծելու համար, ես կարծում եմ մարդկանց այդ վիճակի մեջ գցել չի կարելի, դա շատ նվաստացուցիչ է, իրականում կատակ է առհասարակ լուրջ չեմ ասել, ուզում եմ ասել, այդպիսի մարդիկ երբ որ գրում են վատ արձագանքներ, վատ բաներ են գրում, իրականում իրենց են նվաստացնում, ընկրկել դրանց պետք չէ, ավելի լավ է համառ լինել, սկզբունքային, շարունակել իրավական առումով, իրավական գնահատական տալ ամեն ինչի։ Օրինակ ես իմ փորձն ունեմ, ես իրավական գնահատականով մեկնաբանություններ եմ գրում, շատ սուր եմ գրում եմ, որ Արցախի անվտանգության երաշխավոր երկրի ղեկավարը այսպիսի հանցագործություն է գրել, այդպիսի մեկնաբանություններից համար չէ կանչել քննչական կոմիտե, ինձ քննչական կոմիտե են կանչել Ավետիք Իշխանյանի գրառմանը հավանություն դնելու համար։ Ու ետմաղու պատկերացնում եք ինչ ահավոր բան է, բայց ինձ տագնապի մեջ գցելու մտադրությամբ են արել դա։ Դրանից հետո իհարկե ես իմ իրավունքները քանի որ գիտեմ, ես ավելի համառորեն, ավելի սկզբունքայնորեն սկսեցի իրենց դեմ գրառումներ անել ու ընդհանրապես նյութեր տեղադրել իմ մոտ։ Ասեմ եմ լայքել Հովհաննես Իշխանյանին։ Հա, հետո ներդրվել Հովհաննես Իշխանյանին։ Ու առհասարակ ես ուզեի, որ բոլորը սկզբունքային լինեն, չտագնապեն, չահաբեկվեն, չվախենան, առհասարակ, բայց իրենց խանգարում է իրավատեղյակ լինելու պակասը, իրազեկել է պետք, իրազեկ քաղաքացիների միավորման վրա խնդրում եմ չդնել, եթե հնարավորություն ունեք դուք ստեղծել, ես կարող եմ անաչառ ձևով իրավական այդ հոդվածները հանել, ինչ-որ պոդկաստներ իսկապես ճիշտ է ասում, պոդկաստներ անենք, բայց իրազեկենք քաղաքացիների, որ իրենք երբ որ մեկնաբանություն են անում, ոչ թե ասեն մեռնես դու, սատկես դու, այլ ասեն կոնկրետ, այս հոդվածով պետք է գնաս, այս ինչ տեղում։ Եթե դուք հնարավորություն ունեք, ասեք, եթե կարելի է, ասեք ես կընդգրկվեմ անաչառ ձևով առանց հասարակական հիմունքների։ Շատ լավ։ Եթե հարցեր չկա, փորձենք պատասխանել հարցերին։ 20 թվականի նոյեմբերին ես առաջարկել եմ ստեղծել հանրային տրիբունալ։ Անունը կարող է այդ տրիբունալը պետք է կազմակերպվի երկու պալատներից։ Մեկը Ադրբեջանի եւ նրա ղեկավար Ալիևի գործունեության մասին եւ երկրորդը Հայաստանի Հանրապետության վարչակազմի ու նրա ղեկավար Փաշինյանի։ Ինչու՞։ Կապ չունի այդպիսի տրիբունալի կամ ինձ ասեցին գրեք արտադրության աջակցեր աստ։ Կապ չունի, որ դա չի կարողանալու իրացնել։ Կարևորը այդ ինչպես ասվեց իրազեկումն է։ Մենք հատվածական ամեն անգամ ասում ենք սա։ Եթե մենք հավաքենք 8 տարվա այս ամեն ինչը, դուք կտեսնեք, որ այդ դոսիեի նման չկա դոսիե, որ աշխարհում որևէ մի ղեկավարի նկատմամբ։ Հիմա այդ ես առաջարկել եմ եւ ինձ ասեցին, որ մերժվում է Հայաստանում իրավաբանները չեն կարողանում, չեն ուզում։ Ես էլի համոզված եմ, որ եթե Հայաստանի մեջ ապրողները ինչ-որ մի մտավախություն ունեն, ուրեմն պետք է դիմել Սփյուռքին,
Չի կարող պատահել, մենք չպետք է թողնենք դա, այդ ինչպես ասում են, զավթած դատական իշխանությունը, այո, բայց միշտ դիմելը պարտադիր է, այդ տրիբունալը դա ոչ թե նրա համար է Կամետ Տատյանը, ոչ թե նրա համար է, որ այդ դրա որոշումը կայացվի եւ իրական, այլ դա իրազեկման համար է, տարբեր նյութեր, տարբեր մարդիկ ինչ-որ կտոր բաներ են անում, Զոհրաբյանը, Արանտ, Ղազիրյանը եւ այլն, այնքան հավաքել են նահանգի, ինչու չեն կարողանում դա պետք է լինելու, մեկ է, ուշ թե շուտ, ավելի բավ է շուտ է հրտեն, դրա անպայման պետք է դատվի, դա խնդիրը այդպես չի, գիտեք ինքը լինելով անգրագետ իրավական առումով, քաղաքական առումով, նա ուզում է նսեմացնել մնացածների ցույց տալ, որ հայ ժողովուրդը ընդհանրապես ոչ մի բան չգիտի եւ անցնում է իր էլի եմ ասում անգրագետ ու գրեհիկ խոսքը։ Անդրադառնամ հնարավորինս արագ փորձում անդրադառնալ Արմինեի կարծիքին լրիվ համակարծիք եմ այդ, որ տարբեր ազգային արժեքներ եւ ազգային արժեքները կրող հիմնություններին են իրենք հարվածում, դա հենց իրենց հակահայ քարոզչության արդյունքն է եւ զուտ պետք է նաեւ բացատրական աշխատանք, որ բոլորը հասկանան, որ սա խնդիրը ոչ թե եկեղեցին է կամ կաթողիկոսն է, ոչ թե Արցախն է եւ արցախցիներն են, այլ սա երբ որ Տավուշը պետք լինի հանձնել, տավուշցիների նկատմամբ կլինի։ Պետք է հասկանանք, որ սա համազգային պայքար է հակահայ իշխանությունների դեմ։ Լիանայի ասածին արագ անդրադառնամ, շատ ճիշտ եք համաձայն եմ եւ Մոսյան Արմինեի հենց այդ զրույցի ֆենոմենը նա էր, որ ոչ միտեղ նա չի վիրավորել եւ իրենց լեզվով չի պատասխանել իրենց եւ դրա համար է, որ հա շատ ծանր են տարել։ Նաեւ կարեւոր է, որ ինքներս մեզ չթիրախավորենք այդ պատասխանելուց, անպայման պատասխանենք, ինքներս մեզ չթիրախավորենք եւ պատասխանենք այդպես, որ իրենք իրենց թիրախավորեն։ Ձեր Հասմիկ ջան, արագ անդրադառնալ, իրականում չեմ հասցրել այդ մասին անդրադառնալ, շատ են այդ խնդիրները քաղաքացիության դիմելու համար։ Բնականաբար մարդիկ փաստաթղթերի մի մասը չունեն, որովհետև պատերազմական գործողությունների արդյունքում են դուրս եկել։ Այդ փաստաթղթերը վերականգնելը երկար բյուրոկրատական process-ներ են։ Նույնը անգամ երբ որ ինչ-որ տարասխալ կա, հա, պետք է հասկանալի է, որ հա սովետական ինչ-որ անձնակներ են ծննդյան վկայականները եւ այլն այդ տարասխալներով միշտ եղել են եւ հնարավորինս առաջ է տարվել process-ը, այս դեպքում հնարավորինս բարդացնել process-ը եւ նաեւ քաղաքացիության համար հա դիմելն է հնարավորինս եւ միջև դիմելու process-ն է բարդացված եւ դիմելուց հետո քաղաքացիություն տալու process-ն է երկարացված։ Այդ Ադրբեջան գրել ծննդավայր Ադրբեջան գրելն էլ կա եւ հետաքրքիր է որ էլի անհատական մոտեցում են ինչ որ մեկը եթե բողոքում է հետը տալիս անձնագիրը եւ ասում է ինչ չի վերաբերում այս ինչի է գրել Ադրբեջան ես պահանջում եմ չգրեք երբեմն փոխում են երբեմն չեն փոխում կարող են գրել նաեւ Հայաստանի Հանրապետություն կամ շրջանով գրել Տիկին Հակոբյանին անդրադառնամ կարծես թե ցանկացած մեկը, ցանկացած կազմակերպություն Հովհաննեսին են պատասխանում, ով որ ռացիոնալ եւ ազնիվ մտադրություն ունի արցախցիների նաեւ ընտրական իրավունքի խախտումների մասին բարձաբանումներ ստանալու, պատրաստ ենք համագործակցության։ Տիկին Հակոբյանը իհարկե կատակով ասեց մենք էլ քերի ֆաբրիկա սարքենք, բայց մի կարևոր բան ասեմ, թիրախավորվել եք ոչ միայն որպես Արցախցի եւ Արցախի ազգային ժողովի պատգամավոր, այլ հաճախ թիրախավորվում եք որպես կին։ Ձեր կողքին նստած Քրիստինե Վարդանյանը նույնպես, ես նույնպես։ Ինչի համար եմ սա ասում։ Կարևոր է, որ մենք ինքնապաշտպանության համակարգեր ունենանք նման դեպքերում։ Մենք չունենք այն կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, ովքեր կբարձրացնեն եւ ներքին լսարանի համար եւ արտաքին լսարանի համար այդ խնդիրը առաջ բերելու, այսինքն ֆեյքերի ֆաբրիկա բնականաբար չենք ուզում եւ չենք ունենալու, բայց պատրաստի համակարգեր արձագանքման պետք է ունենանք եւ պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Դի մասին ինչքան են դիմել եւ ինչքան է ստացել քաղաքացիություն, պարոն Ստեփանյանը